Այլ ժողովուրդ ջան, հերթական անգամ Նիկոլ Փաշինյանը ինձ լացացրեց։ Նայում եմ ինչ քաղաքական գործիչներ են եկել, պատմության մեջ երբևէ նման բան չի եղել մեր երկրում, երբեք։ Ինչ ահռելի աշխատանք է կատարվել, դիվանի գիտական, կազմակերպչական, ընդ որում հաշվի առնելով, որ մեր պետությունը երբեք նման փորձ չի ունեցել։ Երբ որ ես ասում եմ ինչ ահռելի աշխատանք է կատարվել, դա նաև նկատի ունեմ բոլոր այդ ոլորտների փոփոխությունները, ներդրումները, որովհետև դու պետք է համապատասխանես նման պետություններին, որպեսզի անգամ հարգեն ու գան քո պետություն։ Սա պետք է հաշվի առնենք։ Որովհետև այս հանդիպումը ինչ որ Եվրոպայի մի ղեկավարի հետ չի, սա Եվրոմիության հանդիպումը Հայաստանի Հանրապետությունում։ Սա պետք է հաշվի առնենք։ Վստահ եմ, որ ժողովուրդս չի էլ պատկերացնում ինչ է կատարվում։ Վստահ եմ, որ ժողովուրդս այս աշխատանքի ծավալը չի պատկերացնում։ Այնքան ճիշտ էր մտածված ու կազմակերպված, որ այսօր արել են ոչ աշխատանքային, որպեսզի ժողովրդին չխանգարեն աշխատանքի հասնելու համար, որովհետև ճանապարհներ են փակվելու Եվրոպայի քաղաքական գործիչների ղեկավարներին տեղափոխելու համար, ժամանակին տեղ հասնելու համար, քանի որ փոքր քաղաք ենք, փոքր փողոցներով։ Դրա համար եմ հատուկ շնորհակալություն հայտնում, որ ամեն ինչ շատ կոմֆորտնի եք կազմակերպել։ Նաև ասեմ, որ նայում եմ այդ կարմիր գորգի վրայով անցնող քաղաքական գործիչներին, նրանք ոչ թե միայն բարևում են, ճիշտ ասեն զուտ բարևելու համար։ Նենց ջիգարով են ընդունում, նենց հավեսով են բարևում, նենց ուրախ են, որ էստեղ են։ Հիացած եմ, սա ասում է մեր քաղաքական գործիչների, մեր դիվանագիտական կորպուսի ահռելի աշխատանքի ճիշտ գրագետ աշխատանքի մասին։ Ու Նիկոլ Փաշինյանը այն մարդն է, որը աշխարհին ստիպեց ուշադրություն դարձնել մեր պետության վրա։ Առաջ գնում էին ամպագորգոր ինչ-որ հայտարարություններ և այլն գալիս ու վсё վերջ, իրանց մասին ոչ մեկ ոչ հիշում էր, ոչ նշում էր, ոչ էլ մտածում էր։ Իսկ հիմա Եվրոպան նայում է Հայաստանի Հանրապետությանը։ Հիմա Ամերիկան նայում է Հայաստանի Հանրապետությանը։ Նենց չի, որ մնացած պետությունները չեն նայում են։ Էլ չեմ ասում, մի հատ կասկածու բան ունենք, դաշնակից ունենք։ Հիմա նստած մութ անկյունում եղուններն է կարծում։ Զելինսկին էլ է եկել։ Ես կասեմ, Զելինսկի это сила, հենց տենց էլ կասեմ, որովհետև այնքան տաղադուս եկավ, որ ձեռին առնում, կլոնը, տեսակ կլոնը ոնց դրեց, ձեր չասեմ ինչի մեջ։ Նիկոլ Փաշինյանը արդեն գնալու է, պատմական գրքեր, բայց ես վստահ եմ էլի լիքը բաներ կանի մեր պետության համար։ Մենք Սինգապուրի նման, Քաթարի նման արագ զարգացող պետություն ենք ու աշխարհն է խոսելու մեր մասին, աշխարհի զբոսաշրջիկները ձգտելու են լինել մեր երկրում, որտեղ մենք շատ գեղեցիկ բնություն ունենք և շատ լավ ժողովուրդ ունենք։ Չեմ ուզում երկար վիդեո լինի, Նիկոլ Փաշինյան խոմարումս, որ իմ երկիրը այդքան բացացրեցիք, որովհետև իմ համար ամենաանտանելի պահը եղել է, երբ որ Ռուսաստանի որոշ լրագրողներ իրենց առաջին ալիքով, իրենց պետական ալիքով իմ պետությունը անվանում էին սադержանկա։ Դա իմ համար եղել է ամենացավալի օրը։ Շնորհակալ եմ ձեզ, Աստված ուժ ու եռանդ տա ձեզ, որպեսզի իմ պետությունը էլ ավելի բարձրացնեք, իմ դրոշը էլ ավելի հպարտ ծածանվի։ Իրոք շատ եմ սիրում ձեզ ու հարգում, շնորհակալ եմ, այսքանը։ Իսկ այս երաժշտությունը ստեղծել եմ հատուկ այսօրվա համար ու վստահ եմ, որ շատ է համապատասխանում ձեր դուխի, ձեր խելքի, ձեր հայրենասիրության, ձեր նվիրվածության, ձեր պետականամետ լինելու, թե իմ երկիրը ոնց եք ծնկից բարձրացնում, այսքանը։